մարդիկ նկատել են, որ հիմիկվա դպրոցական աշակերտների մակարդակը ահավոր ընկած է։ Ու դա ամբողջ աշխարհում է տենց։ Արևմտյան աշխարհում կասեի, որովհետև չինացիք հիմա շատ ինտենսիվ տերպերով մանկապարտեզից սկսած զարգացնում են իրանց երեխաներին, մարզում են, մանկապարտեզի երեխաները իրանց ճաշն են եփում, այս մեր կիսագողականները չեն կարում իրանց ճաշը եփեն։ Մեր մանկապարտեզի երեխեք իրանց ճաշն են եփում, ապրում թափում են, քիչ ամնում լվացքան են, ձեռագործ են անում, ձեռքի աշխատան, ինչ ասես անում են, ապշելու բան է։ Մի խոսքով դեգրադացված է, մեր հասարակություն դեգրադացված է։ Օրինակ հիշատակվում է նաև, որ երբ որ ուսուցիչը ծնողականչում եւ ծնողին բողոքում է երեխայից, ասում է ինչ բան չեմ։ Ծնողը սկսում է երեխային արդարացնել։ Սա այլանդակ ֆենոմեն է։ Որտեղ եթե ուսուցիչը բողոքել է երեխայից, ծնողը չպետք է երեխային արդարացնի, պետք է դա ընդունի որպես իգիտություն եւ շնորհակալություն հայտնի ուսուցչին, որ այդ ամենը նկատել է եւ իրան տեղյակ է պահում, եւ գնահատում երեխայի հարցերը լուծի։ Հասկանալի է։ Իսկ ծնողը նույնիսկ կարող է ուսուցչի վրա հոխորտ տա, ուսուցչին վատաբանի, տանել են վատաբանում իհարկե, այդ երեխաները դե սովորում են, ու գալիս են ինչ որ ծնողից են լսել, նույնն էլ դասատուին ասում են, հասկանալի է։ Սա այլանդակություն է։ Երևի աշխարհում ոչ մի երկրում sense բան չկա։ Եթե Աֆրիկայում, մի հատ չգիտեմ, ամենահետամանած երկրում ծնողը ուսուցիչը ծնողին բողոքի երեխայից, ծնողը երբեք չի վատաբանի ուսուցչին, չի հոխորտա ուսուցչի վրա։ Եվ ընդհանրապես տաներում, ես չեմ կարծում, թեկուզ Աֆրիկայում բան այդպես, որ ծնողները տանը ուսուցիչներին վատաբանեն։ Չկա տես բան։ Հասկանալի է։ Չկա։ Ոչ մի երկրում, ոչ Ռուսաստանում, ոչ Բելարուսիայում, ոչ Ուկրաինայում, ոչ միտեղ, ոչ Եվրոպայում, ոչ Ամերիկայում, ոչ Աֆրիկայում, ոչ միտեղ, ոչ ռուսկագլազների մոտ, ոչ միտեղ չկա տես բան։ Ճապոնիայում ուսուցիչը համարվում է ամենաբարձր էակը, ամենաբարձրը։ Եթե տարբերանշաններ ունեն ուսուցիչները, տարբերանշաններ ունեն, երբ որ այդ տարբերանշանը բանը կրծքին ինքը մտնում է հասարակական տրանսպորտ, ջահել ուսուցիչը, ջահել։ Անկամ տարիքով մարդիկ վեր են կենում, որ այդ ուսուցիչը նստի։ Հասկացաք։ 80-ամյա անձնավորությունը կին կլինի թե տղամարդ։ Իր տեղը զիջում է ջահել ուսուցչին։ Հասկացաք։ Ամենաբարձր աշխատավարձները ուսուցիչներն են ստանում Ճապոնիայում, նաև Վետնամ։ Մի խոսքով աշխարհում տենց տեղ չկա, չեմ հավատում, որ որևէ տեղ լինի աշխարհում, որևէ տեղ, որ տանը ուսուցիչների հասցեին ծնողները ինչ ասեն։ Երեխան սովորում է գնում է դպրոցում, այլանդակություններ թույլ տալիս ուսուցչի հանդեպ, ուսուցիչներն ստիպված ինքնապաշտպանվում են, կոպալով, ցուցափայտով կամ ականջ քաշելով, ես ինչով։ Հիմա արդեն դա չեն անում, երևի, ծանոթ չեմ հիմիկվա դպրոցների վիճակին։ Բայց իմ ժամանակը տենց էր։ Ուսուցիչները գոնե ուզում էին ինչ-որ բան սովորացնել։ Հիմա չեն ուզում։ Դες մա տենց աննորմալ եք, տենց էլ աննորմալ մեծացեք։ Չեք ուզում սովոր։ Մի սովորեք։